անցողիկ շեմը հաղթարելու մասին սենսացիոն հայտարարություն արեց, մեջբերում եմ, ընդդիմադիր կուսակցությունների կազմում կլինեն ողջամիտ, հայակենտրոն, արժանապատիվ անձինք, ում հետ կաշխատենք, որոնք կարող են կազմել սահմանադրական բարեփոխումների գործընթացի մաս։ Կլինեն անհատներ, որոնք իրենց կլանային շահերը ցած կդասեն պետական շահերից։ Ես այդպիսի անձանց անձամբ ճանաչում եմ։ Այսինքն բացահայտ ասած, որ ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր կլինեն ԿՊ-ի կողքին։ Ինչպես կարձագանքեք նրա այս հայտարարությունը։ Այս հայտարարությունը դուք վստահ եք, որ ձեր շարքերում չկա այդպիսի մարդ, որը ԿՊ-ին կսատարի գաղտնի քվեարկությունների ժամանակ։ Ես վստահ եմ, որ իմ թիմակիցները եւ ընդդիմադիր ուժերը հայրենասեր մարդիկ են ու լիահույս եմ, որ մտել են այս պայքարի մեջ նույնական մոտիվներով, ինչ ես եւ իմ քաղաքական ուժը, եւ վստահ եմ, որ սա հերթական քաղաքական մանիպուլյացիան է, ինչը քաղաքացիական պայմանագրի մոտ մի բան է, որ ստացվում է, դա քաղաքական մանիպուլյացիան է։ ԿՊ-ից պոկել 8 պատգամավորների, դուք դրա մասին նաեւ այստեղ կարող որքանով է իրատեսական, հաշվի առնելով այն, որ Փաշինյանը իր թիմակիցների դեմ ունի տարբեր կոմպրոմանտներ, որով նրանց պահում է իր դաշտում։ Իսկ ինչու ենք բացառում, որ այո, քաղաքացիական պայմանագրի շրջանակներում կան հայրենասեր հայեր, ովքեր այնուամենայնիվ կարմիր գծեր ունեն ու այդ նոր սահմանադրության ընդունումը Տիգրան հանձնում է, որոնք ճակատագրական են լինելու բոլորիս համար, որովհետև բոլորս նույն երկրում ենք ապրում։ Սա բոլորիս պետությունն է, սա մեր ազգն է, բոլորիս ճակատագիրն է։ Ես անհուսալի լավատես եմ եւ փորձում եմ այդ առումով լավատես չի, որտեղ պրակտիկան հարգել որ անցնող 5 տարվա ընթացքում ԿՊ-ից ոչ մի պատգամավոր չկարողացավ։ Չէ, ինչու ոչ մի, շատ պատգամավորներ եղել, մանդատ ընթացին ոչ միցը ավելին Հայաստան դաշինքից եւ պատիվ ունեմից Իշխան Զաքարյանը եւ Հայաստան դաշինքից Գեգամ Նազարյանը ըստ էության իշխանական գծի մեջ հայտնվեցին, այսինքն հանրությունը արդեն այդ վատ նախադեպը ունի եւ հիմա ըստ էության ասել, որ տվեք մեզ մանդատ, որ 8 ԿՊ-ական վերենք։ Մենք բնավ պատգամավոր ԿՊ-ից, այսինքն այդքան հեշտ է։ Բնականաբար հեշտ չի։ Դա զրույց է քաղաքացու հետ։ Հիմա մենք ինչ ենք ամ Ժորժ ջան, օրինակ մենք ինչու Սամվել Կարապետյանը մեր վարչապետի տեխնացուն դարձավ, չէ՞, օրինակ մեր կյանքում ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, որ այլ տեխնացու ունենք, որ խնդիր չունենար, որովհետև այդ ցանկությունը, որ Սամվել Կարապետյանը դառնա մեր քաղաքական ուժի առաջնորդ ու Հայաստանի Հանրապետության վարչապետ, ուներ մեր ընտրողը, մեր աջակիցները, իսկ մենք լինելով մի քանի ամսական քաղաքական ուժ աննախադեպ հանրային աջակցություն ունենք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ անկախ այս ահռելի ճնշումներից ու հետապնդումներից գալիս մեզ աջակցում մեր կողքին կանգնում են։ Հիմա մենք նպատակ ունենք կրկին ականջալուր լինենք ու Նարեկ Կարապետյանը ունի այդ իրավունքը ու նաև հնարավոր է պարտականությունը զրույցի մեջ բռնկվելու իր ընտրողի, իրեն լսողի ու իրեն հավատացողի հետ։ Օրինակ հիմա շատ մարդիկ կարծիքներ են այտնում, քննադատում են մեզ, ովքեր օրինակ մեզ քվե չեն տվել։ Մենք առաջինը կաշկանդված ենք մեզ ընտրողի ցանկությամբ։ Եվ բնականաբար պարոն Կարապետյանը կարող է նման կարծիք արտահայտել։ Հիմա կան ԿՊ-ի մեջ հայրենասերներ, չկան հայրենասերներ, արդեն դա թող մնա հանրության ու ԿՊ-ի դատին։ Բայց մենք կարող ենք արդարացիորեն ունենալ տենց հնարավոր վարկած, որ հնարավոր է քաղաքացիական պայմանագրի որոշ տեխնացուներ, պատգամավորներ եւ մարդիկ իրանք ունեն անթույլատրելիության գիծ, օրինակ այդ անթույլատրելիության գիծը Տիգրանաշյանի հանձնումն է։ Տիկին Մելան, ուղղակի այս գործընթացներից առաջ տեղի է ունեցել իմպիչմենտի գործընթացը, որին ոչ մի ԿՊ-ական պատգամավոր չի միացել։ Այսինքն այդ ժամանակ էլ ընդդիմադիրները դրել են Տիգրանաշյանի հանձնման հարցը, վարչապետին անվստահության հայտնելու գործընթաց եւ ոչ մի ԿՊ-ական գոնե մեկ անգամ չի ասել, որ այո, իրենց համար կարմիր գիծ է, որտեղ իրենք չեն համարում, իրենք օրինակ ասում են, որ Տիկին Մակարյան, հիմա սա անշնորհակալ, այ կներեք Տիկին Մամիկյան, հիմա սա անշնորհակալ գործ է իրենց ցանկությունները ու նախորդիվ process-ները որակելը ու քննարկելը։ Ես պատասխանատու եմ իմ գործընթացի, իմ քաղաքական ուժի ու մեր անելիքների համար, էլի, այնպես որ զերծ կմնամ, այո, ունենք արձանագրված փաստ, որ այդ գործընթացը չի հաջողվել։ Հիմա հնարավոր է այլ իրողություն, օրինակ նույն մանդատների բաշխվածությունը եւ այնպիսի կազմի ձևավորումը, որ այլ ելք կարող է տանել, այնպես որ թողենք ինչ եղել է անցյալում, հասկանանք ինչ ունենք հիմա նախ առաջինը սպասենք արդյունքների ամփոփմանը եւ հասկանանք դեպի ուր ենք գնում, ինչ որոշում ենք կայացնում։
այսօր նաև հայտարարեց մանդատները վերցնելու հետ կապված, ասաց կարող եք նաև չվերցնել մանդատները կամ այլ կուսակցություններ, այլ ուժեր, այլ պատգամավորներ էլ կարող են գալ։ Օրենքը նմանատիպ ինչ-որ կետ սահմանում է, որ հնարավոր է, որ այլ ինչ-որ քաղաքական ուժեր, եթե դուք չվերցնեք մանդատները, գան եւ դառնան խորհրդարանի ներկայացուցիչներ։ Տեսեք, ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը այս հարցերը որոշակի փոփոխության է ենթարկվել եւ պատասխան է տալիս, այո, ըստ էության կարելի է տարամեկնաբանել այս սահմանադրագետների շրջանում եւս քննարկելի հարց է, որ հիմա եթե մենք մանդատ չենք վերցնում, ըստ էության այլ քաղաքական ուժերի կտրբաշխվի այդ մանդատը, որովհետեւ ազգային ժողովը սահմանադրության համաձայն առնվազն 101 պատգամավորից է բաղկացած եւ դրա համար, երբ որ արդյունքները արդեն պարզ կլինեն, նաեւ երկրորդ արդեն իրավական քննարկման հարց է լինում, անգամ եթե օրինակ պայմանական տեսականորեն եմ ներկայացնում, հա, չենք գնում ազգային ժողով մանդատ չենք վերցնում, նախնական շրջանում այդ գործիքակազմը իրացնում են կամ հակառակը գնում ենք ինչպես ենք մեր աշխատանքը պատկերացնում ու կազմակերպում, այս ամեն ինչի հետ կապված տեսակետ հիմնավոր ունենալու համար անհրաժեշտ է վերջնական ամփոփված արդյունքներ։ Կներեք, լսեմ։ Արմենիա Թեթրի Խաչատրյանը, երբ որ այդ վերլուծությունները անում եք ընտրախախտումների, ունեք վիճակագրություն, օրինակ դրանք մարզերում, գյուղաբնակություն բնակավայրերում են ավելի շատ Երևանում եւ քաղաքացին այսպես ավելի հասկանալի լեզվով, որպես սահմանադրագետ, կբացատրեք ինչ կտա մանդատ վերցնելը նրան եւ ինչ չի տա մանդատ վերցնելը նրան, որպեսզի քաղաքացին պարզ հասկանա ինչ ենթադրի դրանից։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան, նախ էլի եմ ասում, այդ պատկերը թե հատկապես որ շրջանում է ավելի մեծականակ խախտումներ ունի, արդեն ահազանգերով ունենք որոշակի պատկերացում կոնկրետ տեղամասերով, ըստ դրա էլ դիմել էինք վերահաշվարկների, հա, որովհետև տեղամասեր կային բավական թե թվային, թե ահազանգային միջամտություններ կա, բայց վերջնական պատկերը կունենանք ամբողջական 2005 տեղամասի արդյունքը վերլուծելուց հետո, սա մեկ ու պլյուս զուգահեռաբար համ արդյունքներն ենք համադրում վերլուծում, համ ահազանգերն ենք գույքագրում, որովհետև այդ երկու օրվա ընթացքում հարգելիներս իրապես հազարավոր զանգեր ենք ստացել, նյութեր են ուղարկել, այդ հսկայական բազայա հերթով անդրադառնում վեր ենք լուծում։ Հա, գներեք։ Կրկին, հիմա սպասում ենք տեսնենք ինչպիսի արդյունքներ ունենք, ինչպես է բաշխվում մանդատները, ըստ դրա կրկին ասեցի։ Հա, կներեք։ Հա, հերթի մեջ էր, հա, խնդրեմ։ Հետո ես։ Հա, հետո։ Մերոյան, մինչև ընդդիմությունները հարցումներ էին արել եւ հարցվածների մեծ մասը ասել էր, որ եթե այս իշխանությունը վերընտրվի, իրենք պատրաստ են դուրս գալ փողոց եւ հենց փողոցի միջոցով իշխանապողություն իրականացնել։ Հիմա հաշվի առնելով այս արդյունքները, արդյոք դուք պատրաստվում եք փողոցային պայքար սկսել եւ օրինակ ինչն է խանգարում վերցնեք մանդատները կամ չվերցնեք, ինչ կորոշեք ու փողոցային պայքար սկսեք։ Դե հիմա այս պայդրությամբ ես ասում եմ, մենք այս հետընտրական փուլում ենք, պատական չի այս ասուլիսը։ Այդ բոլոր որոշումները կայացնելու համար, այո, իրապես կան քաղաքացիներ, ովքեր պատրաստակամ են, կան քաղաքացիներ, ովքեր ասում են պատրաստակամ են, բայց չեն դուրս գալի փողոց, կան քաղաքացիներ, ովքեր ընդհանրապես ամեն ինչ քննադատում են ու տեղեկատվական աժոտաժ են ստեղծում։ Մենք որպեսզի որոշում կայացնենք, պատասխանատու նախ ունենք տեսլական, մեկ առաջնահերթ տեսլական, մի հատ կազմակերպենք քննարկում մեր ընտրողի հետ ինչ որ ձևաչափով, բայց մինչ այդ էլ այս process-ը պետքա ինչ որ ձևով ամփոփենք։ Շնորհակալ եմ։ Ամիա Բաղյանը ԵՍ մեդիա, Տիկին Մելոյան, արդարադատության նախարարն ասում է, որ առանց ազգային ժողովի որոշման ժողովուրդն իրավունք ունի հանրաքվե անել, որոշել սահմանադրական փոփոխությունների հարցը։ Ինչպես է կարգավորում օրենքը, եթե իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն, կա տարբերակ շրջանցելու սահմանադրությունը, կարող են նրանք հանրաքվե անել առանց նախագիծը ազգային ժողով ներկայացնելու։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, ոչ տեսեք ինչն է, ազգային այս
պաշտոնատար անձը այս պարագայում արդեն երկրորդ անգամ իրավական ակտ է շրջանառում, չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, մեր երկրում սահմանադրական բարեփոխումները իրականացում են իրավական ակտով, կա վարչապետի որոշում։ Օրինակ այդ նույն վարչապետի որոշմամբ ժամկետ կար, որ պետք է հրապարակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ։ Այդ հայեցակարգը ըստ էության, եթե չեմ սխալվում, արդեն ժամկետը վարվել է ու նաև նախարարը հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում հայեցակարգ ներկայացնելուց ու հանուն արդարության, այո, իրանք 8 տարի է շարունակավոր ունեին օրակարգում սահմանադրական փոփոխություններ, որը Ալիևի անմիջապես հայտարարությունից հետո պահանջից, որ Հայաստանը պետք է սահմանադրական փոփոխություն կատարի, մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանը վերածեց նոր սահմանադրության ընդունման, որովհետև իրանց խնդիրը մեր անկախության հռչակագրի հետ է, որը ինչ ասեմ, մեր դժբախտությունն է, որ այսօրվա մեր վարչապետը կռիվ է տալիս մեր հիմնարար ծննդյան վկայականի անկախության փաստաթղթի հետ, անկախության հռչակագրի հետ ու պիտակավորումներ ու որակումներ է թույլ տալիս, իրենք վերածեցին նոր սահմանադրության ընդունման օրակարգի ու ինչ մի արձանագրում ենք կատարում 8 տարի է մեր երկրում օրակարգ կա սահմանադրական փոփոխության ու մեկ հոդված թղթին տրված նախագծային դեռ չի ներկայացվել։ Այս սա ամենամեծ ահազանգն է։ Սա Վենետիկի հանձնաժողովում կարմիր թելով անցնում է հանրային հաշվետվողականություն, մասնակցելիություն, թափանցիկություն, որը այդ թվում այդ նույն վարչապետի որոշման մեջ է սահմանված, որպես հիմնարար սկզբունքներ։ Այս ամենը կոպտորեն խախտված է, որովհետև այս սահմանադրության փոփոխության ու նոր սահմանադրության ընդունման օրակարգը միայն մի սպասարկելիք ունի, դա Ալիևյան պահանջի սպասարկումն է, ինչը եւս Վենետիկյան հանձնաժողովի կարմիր թելով որոշումների անցնում է ու կարծիքների, որ չի կարող երբևիցե որևէ պետության հիմնարար փաստաթուղթը սահմանադրությունը դառնալ արտաքին սպառնալիքի առարկա։ Դա ներքին գործերի ու այդքան շահարկված ինքնիշխանության միջամտություն է։ Հիմա սրանով վտանգվում է մեր պետության ինքնիշխանությունը, որովհետև հակադիր պետությունը մեզ թելադրում է փոփոխելու եւ ընդունելու նոր սահմանադրություն։ Երբ Թուրքիան ասում է համարձակ քայլերի դիմեք, արդյոք սրա մասին է խոսքը։ Ում է ասում համարձակ քայլերի։ Հայաստանին երբ որ շնորհավորում է ընտրության արդյունքները անկրկին։ Դե այդ նույն արտաքին միջամտություններ էլի որ այդքան շահարկում են, հա, այս նախընտրական փուլում կարող է մի հատ հետ հայացք նետենք, թե ինչ ծավալի արտաքին միջամտություններ, ինչ հիբրիդային հարձակումների ենթարկվեցինք մենք, մեր քաղաքացիները ու մեր քաղաքացիների կամքը, ով չալարեց Հայաստանի քաղաքացու փոխարեն որոշում կայացրեց, ում ընտրեն, ում աջակցեն եւ այլն։ Խնդրեմ Իզաբել ջան, Իզաբելն է։ Նախ մի քանի հարցի կխնդրեմ անդրադառնալ։ Նիկոլ Փաշինյանի գիշերային ասուլիսը հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 2-ին ասուլիս էր հրավիրվել այն պայմաններում, երբ դեռևս Երևանի տվյալները ամփոփված չեն եղել, այսինքն որտեղից այդ ինքնավստահությունը, որ իրենք հաղթելու են, կխնդրեմ դրան անդրադառնալ։ Երկրորդը վճռավետ դատարանի որոշմանը, որից այսինքն ընտրությունից ընդամենը 1-2 օր առաջ հունիսի 5-ին որոշում էր կայացվել, որով ցուցակների ճշգրտման հարցերը քննության ենթարկա էին վարչական դատարանին, ինչով պայմանավորված նաև խառնաշփոթ էր առաջացել եւ մի շարք անձին, որոնք պատրաստվում էին ընդգրկվել ցուցակներում, փաստի առաջ էին կանգնել եւ հնարավորություն չունեին ոչ վարչական դատարանն էր հասնում հայցերը բավարարել, ոչ հնարավորություն են ունեցել քվեարկել այդ անձին։ Այդ երկու խնդիրներին կխնդրեի անդրադառնալ, ինչպես նաև որոշում ունեք սահմանադրական դատարան դիմելու եւ արդյոք այս խախտումները հիմք ընդունելով կարող ենք արձանագրել, որ ընտրությունները չեն անցել լեգիտիմ եւ կարող եք արդյոք այսպիսի գնահատական տալ, որ կեղծված են։ Շնորհակալ եմ, սկսեմ վերջից, այո, այս ծավալը միջամտությունների ու հատկապես էլի ընդգծեմ, հա, հատկապես նախընտրական շրջանում, նախընտրական քարոզչության ընթացքում, բաց այդ կերպով մեր համար բոլոր անհարմարությունները, անհավասարությունները, այդ թվում ինչու ոչ չանդրադառնանք պետական ռեսուրսների ու վարչական ռեսուրսի այլ շահարկումների, օրինակ տարբեր չակերտավոր օրինական կաշառքներ բաժանելուն, որի վերաբերյալ կրկին, հա, բավականին լայնածավալ նյութեր ունենք ու հնդածս դիմումներ ենք ներկայացրել, այդ նույն բարեգործության արգելքը, այդ նույն մի շարք սահմանափակումներ, որ մեր նկատմամբ նորմալից ավելի լայն էր կիրառվում, մեր նկատմամբ իրավական միջամտությունների տեղիք տալիս,
թույլատրելի էր քաղաքացիական պայմանագրին ու բացահայտ կերպով, հա, անթույլատրելիության սահմաններում։ Ինչ վերաբերում է վերջին, դա արդեն կրկին քաղաքացու կամքը շրջանցել էր, քաղաքացու կամքը չհարգել էր, երբ ընդամենը մի քանի տոկոս ձայների հաշվարկ էր տեղի ունեցել ու այդ պայմանությամբ իշխող ուժ հանդիսացող քաղաքական ուժը կանգնում է ու իրան հռչակում է հաղթող։ Այսինքն արդյոք սա հիմնավոր կասկածի տեղիք չի տալիս, որ հնդածս իրենք միջամտություններ են իրականացրել ու համոզված են այդ միջամտությունների համար։ Սա, եթե իրավական process լինի, եւս մեկ ապացույց է լինելու առ այն, որ քաղաքացիական պայմանագիրը ծավալուն ընտրակեղծիքներ է իրականացրել ու բացի փաստացի ընտրակեղծիքներից իրավական գործընթացների շրջանցումից դա կրկին ասում եմ, սահմանադրաիրավական ճշմարտության նկատմամբ միջամտություն է, որ իրենք դեռևս մեկնարկած հաշվարկի պայմաններում հրատապ ասուլիս են հրավիրում եւ նման հայտարարություն են տարածում։ Արդյոք այլ արդյունքի կանխարգելում չէր նաեւ սա։ Մի շարք վերլուծություններ կարող են կատարել։ Շնորհակալ եմ։ Տեսեք, այդ կրկին, հա, իրավական ասեցի արդեն այն նորմայի սահմաններից դուրս են խախտումները, օրինակ նույն անձնագրայինների պայմաններում կարծում եմ նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովին է, եթե դիմեք, հազարավոր ահազանգեր ստացած կլինի, որովհետև անձամբ ինձ քաղաքացիները տեղեկացրել են, որ ԿՀ-ել են դիմել, իսկ սահմանադրական դատարանի հետ կապված ասեմ հետևյալը, որ էլի սպասենք արդյունքների, հասկանանք համապարփակ իրավիճակը ինչպիսին է ու որոշում կկայացնենք, էլի որոշակի քաղաքական նրբություններ էլ կան այդ որոշման կայացման մեջ։ Ազատություն կհանեմ, Տիկին Մելոյան, ամբողջ քարոզարշավի ընթացքում Սամվել Կարապետյանը ձեր առաջնորդը խոսեց հաղթանակի մասին, նույնիսկ չէր ուզում պարտության մասին հարցերը լսել։ Ես պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք, ասել է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը պատրաստ է արդեն ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, եթե մանդատները վերցնելու խորհրդարան գնա, կարծոք նշանակում է, որ նա հաշտվել է ընդդիմադիր լիդերի, հաշտվելու է կարգավիճակի հետ, եւ դուք սպասում եք, որ դուք մոտ 23% ձայն կստանաք, հաշվի առնելով, որ այդ ամբողջ ընթացքում ձեր առաջնորդը պնդում էր, որ ինքը հաղթելու է։ Ձեր ակնկալիքները։ Հարգելի Կայան է, արդեն առիթ ունեցա ասելու, ես համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենար, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ։ Համոզմունք ունեմ, որովհետև այս խախտումները իրանց ծավալային կշիռով, սկսած մեր ակտիվի ձերբակալություններից եւ կալանավորումներից, մեր գործընթացը կաթված արանելուց, վախի մթնոլորտ տարածելուց, ընդհանուր անգամ կաշառքների դրվագների մասին ունենք հանցագործ մեծ հաղորդումներ ահազանգեր, բայց քանի որ կոնկրետ փաստը ֆիքսված չունենք, շատ չենք ահազանգում, հա, որ կոնկրետ տեղամասեր կա, որ դրա շուրջ բոլորը գումարաբաժանվել, անգամ ունեցել ենք դեպ վստահված անձը նկարել է, ոստիկանները մարդու ձեռքից խլել են հեռախոսը եւ այդ տեսանյութը ջնջել են, իրան են ձերբակալել են։ Բազմաթիվ ծավալուն խախտումներ են եղել ու մեր առաջնորդը պատահական չէր պնդում, մենք ունենք համոզմունք, որ մենք հաղթանակող ուժ ենք։ Ամեն նախադրյալ կար, լուրջ սոցիալական ուսումնասիրություններ կար, հիմա նայեք են հայտնի մյուս հարցումները, որ հարցումներ նման թվեր տվել, կրկին հերթական նկարչություններ, ըստ էության այս պայդրության արդյունքները որևէ հարցման չի համապատասխանում։ Որևէ հարցման։ Այսինքն դուք ասում եք, որ այնպիսի ծավալի ընտրախախտումներ են եղել, որոնք ազդել են արդյունքների վրա եւ այդպիսով Սամվել Կարապետյանը դարձել է 23% ստացած ուժ, նա կարող է ստանալ 50+։ Այո, հա, ես համոզմունք ունեմ, եթե քաղաքացու նկատմամբ նման միջամտություններ չլինեն, ես համոզմունք ունեմ, որ դեռև այլ պատկերի մասին էր խոսք գնալու, անգամ եթե ինչ ասեմ, բացարձակ հաղթանակի չէին գնում 2/3-ի, առնվազն, հա, այդ ընդդիմադիր ուժերը, որոնք հայտնել էին նախորդի, որ առավելագույն ձայն հավաքած ուժին կտան, այդ պարագայում որևէ կերպ քաղաքացիական պայմանագիրը չէր կարող մնալ իշխանության։ Սա ես ներողություն ես մի հարց պիտի տամ, շարունակեմ։ Տեսեք, Տիկին Մելոյան, դուք հավանաբար դուք եք լսել, որ շատ քննադատություններ կար ձեր ուժի հասցեին, որ այստեղ բովանդակային ելույթներ չեն լինում կամ չգիտեմ սխալ քարոզություն է տարվում եւ այլն, ամեն դեպքում ձեր հասցեին կային այդպիսի քննադատություններ, դուք այս քարոզարշավից որ դասեր քաղել եք, դուք օրինակ կարող եք ասել, որոնք էին ձեր սխալները,
որոնց արդյունքում փաստացի դուք մինչև վերահաշվարկի ավարտն եմ ասում, ստացաք ընտրողների 23% սպահի դրությամբ։ Դուք համարում եք, որ հետ եք նայում, որ դուք հարուստության ընթացքում այնուամենայնիվ շատ բաներ ճիշտ չեք արել։ Տեսեք, էլի ասեմ, հարգելիս, ես քանի որ հիմա այն մարդն եմ, ով համոզմունք ունի, որ սա իրական արդյունք չի։ Մենք իրական ընտրական արդյունքների հետ գործ չունենք։ Սա քաղաքացու կամքի նկատմամբ ծայրահեղ միջամտություն է, ահռելի չափի իրավախախտումներ են։ Ես համոզմունք ունեմ, որ մենք քաղաքացու կամքը տեղ չի հասցվել, որպեսզի գնահատական տանք, բայց ստիպված կաշկանդվելու ենք այդ իրավությամբ, որ ունենք ու փորձում ենք հիմա ինչ-որ չափով շտկել այդ իրավիճակը, որովհետև այն հանգամանքը, որ մարդկանց ահաբեկել են, մարդիկ չեն գնացել ընտրության, դա շտկելի չէ։ Ինչու են դրանք խախտումներ։ Խախտումները ոչ միայն քվեարկության օրն են տեղի ունենում, խախտումները մինչ ընտրության, մինչ քվեարկության օրն են իրենց ծավալու ու ամենաշատն ու ազդեցիկը տեղի ունենում, ինչը մենք փորձում ենք ահազանգել։ Այս պայմաններում քարոզչություն իրականացնելը, ես կարծում եմ, նորմալ նորածին քաղաքական ուժի համար անգամ համաշխարհային մակարդակով ինչ որ տենց վաու անկրկնելի բաներ։ Բնականաբար ես ինքնակնդադատ եմ ու երբ որ հեսա ժամանակ ունենամ մի քիչ մտածելու վերլուծելու, շատ բաներ ինձ դուր չի եկել, իմ սրտով չէր, կարող սխալվել ենք, թերացել ենք, բայց հաշվի առեք, որ մենք ընդամենը մի քանի ամսական քաղաքական ուժ ենք։ Ամենամեծ հանգամանքը ու այս աներևակայելի հանրային սերը աջակցությունը հենց մեր առաջնորդով է պայմանավորված, որովհետև Սամվել Կարապետյանը մարդ է, ով միշտ հայի կողքին է եղել։ Հիմա Սամվել Կարապետյանի մոտիվացիան ո՞րն էր գալու քաղաքականության մեջ մտնելու, չէ՞, որովհետև մարդը տեսնում է արդեն վերջնակետին ենք հասել ու կարիք կա, ինչպես ինքը ասել էր, եթե քաղաքական ուժերը չեն հաջողվում, ինքը իր միջամտությունը իր ձևով, մասնակցությունը իր ձև, միջամտությունը ասում է, որովհետև պրոցեսի մեջ ենք արդեն, ու մարդը եկավ իր խոսքին հավատարիմ, իր անձնական ազատությունը զոհելով, այդ մակարդակի երկրորդ մարդ կարող եք թվել, որ Forbes-ի 200 աշխարհի 100-ավոր ամենահարուստ մարդկանցից մեկն է, իր ամեն ինչը թողում է մի կողմ, գալիս է իր հայրենիքի պետության համար կռիվ է տալիս, ավելին, հա, ուղղակի կռիվ չի տալիս, իր անձնական ազատությունն է զոհում, ամիսներ շարունակ մարդը ծանր պայմաններում կալանք է կրել, որ ընդհանրապես դա առաջին հերթին տեղից սկսած հակաիրավական պրոցեսների հետ գործ ունենք։ Ես ինձ համար պատիվ է ու հենց անձամբ իր ֆակտորով պայմանավորված եմ, ես մեր քաղաքական ուժ մտել ու կռիվ ենք տվել, ուսուսի տված, կռիվ ենք տվել մեր հայրենիքի փրկության համար, որովհետև դուք չեք պատկերացնում ինչ ծրագրեր ուներ, դրանք խոստումներ չէին, մանիպուլյացիաներ չէին։ Ես շատ եմ ցավում, որովհետև Սամվել Կարապետյան վարչապետը Հայաստանի Հանրապետության այն տխուր իրավիճակը, օրինակ էս աղքատությունը, հա, թվերը, որ անում ենք սոցիոլոգիա է, հա, մենք հələ պետական թվերի վրա ենք հիմնվել։ Տեսել եք մարզերում ինչ վիճակ, ամեն մարզային այցից հետո ես գալիս ու խորը դեպրեսիայի մեջ եմ գնում, ամբողջ գիշեր մեր քաղաքացիների դեմքերը աչքիս առաջ պտտվում էր։ Դուք չեք պատկերացնում ինչ են մեր պետությունը դարձրել։ Վայոց ձորում Տավուշում աղքատությունը վերջին 18 թվից սկսած գրեթե կրկնապատկվել է։ Գյումրիում 43%-ի է հասել։ Ծայրահեղ աղքատությունը աճել է երկրում։ Իրենք ինչ խոստում նախընտրական քաղաքացիական պայմանագիրը տվել էր, այդ բոլոր խոստումները տապալել են։ Ոչ մի բան 100%-ով չեն կատարել։ Իսկ Սամվել Կարապետյանը իր հնարավորությունն է, որ ասում էր, հա, ներդրումային ֆոնդեր ենք սարքում, մեծամասամբ արտաքին ֆինանսավորմամբ, ընդհանրապես 10-20% պետական բեռը ենք թողնում։ Այդ ամեն ինչը իր կապերի շնորհիվ էր բացառապես հնարավոր ու իր միջոցներով ու այո, կար, ես տեսել եմ ու բացառիկ հնարավորություններ մեզ այս ճգնաժամային վիճակից դուրս բերելու ու շատ ցավում եմ, որ հիմա այս իրավիճակում ենք, բայց կրկին եմ ասում, այս իրավիճակը կրկին ապօրինությունների հետևանք է։ Հա, խնդրեմ, վերջի հարցն է տա ամփոփ է, դուք էլ մեր չէ։ Հայտարարվեց, որ Սամվել Կարապետյանը ասուլիս է հրավիրել, ապա չեղարկվեց, կխնդրեմ ասեք ինչ ուներ ասելու եւ ինչու չեղարկվեց, օրինակ հպականները մեկնաբանում են, որ ընդհանրապես ասելիք չուներ եւ այդ պատճառով չեղարկվեց, ինչպես նաեւ այս պահին ինչ փուլում է Սամվել Կարապետյանի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը։ Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ ասուլիսի վերաբերյալ, որ չեղարկվեց։
Հա, ես գիտեմ, որ հենց ընտրության գիշերը պարոն Կարապետյանը հրավիրեց լրատվամիջոցներին եւ իր խոսքը ասեց այլ Հա, ես դրանից եւի տեխնիկական կաղախնդիր է եղել, տեղյակ չեմ, բայց այնուամենայնիվ արձանագրենք, որ հատկապես այնտեղ միջադեպ եղավ, պարոն Կարապետյանը հրավիրեց ԶԼՄ-ներին եւ խոսեց մեր հանրության հետ։ Մի քանի ԶԼՄ-ների որոնք մեզ երբևէ հրավեր չկուղարկում։ Ես կփոխանցեմ մեր տեղեկատվական բլոգին, կներեք իմ իրավասության տիրույթում չի, բայց անպայման կփոխանցեմ, բայց գիտեմ պարոն Կարապետյանի սկզբունքն ու մոտեցումը, որ ինքը շատ համագործակցելի է, էլի բոլոր ԶԼՄ-ների հետ։ Եվ երկրորդ հարցը Հա, քաղաքացիությունները հրաժարումը process-ի մեջ է, ինչպես հայտարարել է ինքը։ Հա, բայց ինչ փուլին է հասել, որտեղ Այդ պարոն Վարդևանյան, չէ, տեսեք, հարգելիս, այն հանգամանքը, որ պարոն Կարապետյանը անազատության պայմաններում է գտնվում, այդ քաղաքացիների հրաժարման process-ը ավելի երկարատև է դարձում։ Բացի այդ, երկու տարբեր պետությունները իրավական ընթացակարգեր են։ Թե որ փուլի են հասել, ավելի մանրամասն պարոն Վարդևանյանն է տիրապետում, կխնդրեմ իրեն ուղղել այդ հարցը։ Տիկին Մելյան, նոր ձեր խոսքում նշեցիք, որ եղել են դրվագներ, երբ առերևույթ կաշառքի կամ ենթադրյալ կաշառքի դեպք է արձանագրվել եւ ոստիկանները օրինակ հեռախոսը վերցնել են ու ջնջել են այդ տեսանյութը։ Նախ այդ հանգամանքի վերաբերյալ դուք ինչ քայլ արդյոք դիմել եք իրավապահամակարգին, որովհետեւ ի տարբերություն իշխանության ընդդիմադիրների ձեռքում շատ ավելի քիչ են լծակները դրանք բացահայտելու, այդ հատուկ են դեպքերն, որոնք օրինակ ձեզ թույլ են տալիս խոսել ընտրակաշառք տալ ստանալու մասին։ Ձեր բացման խոսքում դուք նշեցիք, որ եղել են նաեւ դրվագներ, որ քաղաքացիները արդեն իսկ 16 համարի քվեաթերթիկը իրենց գրպանում մտել են ընտրատեղամաս։ Օրինակ այդ դրվագում այդ դեպքում ինչ պիտի անեին։ Ձեր պարագայում օրինակ ասացիք 3 համարի քվեաթերթիկը 2 հատ են դրել, որպեսզի 2 հատ դրվի աղբարտողի մեջ, դա օրինակ անբավեր 16-ի դեպքում դա ինչ պետք է տեղի ունենա եւ նաեւ նշեցիք, որ 700-ի է հասել ձերբակալվածների, կալանավորվածների թիվը մասնավորապես ձեր թիմագիծների շրջանում։ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը այսօր պատասխանելով լրագրողների հարցերին նշել էր, որ մասնավորապես կաշառք ստանալու դեպքերով շատ ավելի խիստ են։ Մինչև այս պահը ձերբակալվածներից, կալանավորվածներից ձեր թիմագիծներից քանի հոգի են ազատվել։ Տեսեք, այդ 700 հոգին ձերբակալվածներից շատ քիչն է հետևանք կրել, այսինքն մոտավորապես մինչև մի քանի տասնյակներ, որ խափանման միջոցներ է կրում, որովհետև ժողովուրդ ջան, կրկին ընդգծեմ, այս առիթը օգտագործեմ, այդ կաշառքի դրվագները իրենք մտածածին տեղեկատվական գրոհ էին էլի մեր քաղաքական ուժի նկատմամբ, որովհետև հաշվի առնելով թե քաղաքական ուժի, թե առաջնորդի բարձր վարկանիշը ու հեղինակությունը պետք է մի բան գտնեին, չէ, հեղինակության վրա ազդելով իրանք վերցրեցին այդ կաշառքների սխեման։ Չկա գետնի ապացուցված դեպք, չկա փորձաքննություն այդ ձայնագրությունների, չկա դրանց հավաստիությունը որևէ կերպ ապացուցող որևէ դրվագ, ասեմ ավելին, այս բոլոր նյութերով անմեղության կանխավարկածի տոտալ տենց ավիրում է պետական մարմինների կողմից, որովհետև ի տարբերություն ինձ հասարակ քաղաքացիություն ունենք պաշտոնատար անձանց հետ, ովքեր այս ձայնակ ինչի համար էր, հա, կրկին հակակոռուպցիոն կոմիտեի կայքեջը մտեք մի հատ մամլո հաղորդագրություններ ունենք։ Արդյոք նախորդի այլ գործերով տենց ակտիվություն դրսևորել են։ Իրենք սպասարկում են քաղաքական օրակարգը դուրս էր գալի, հակակոռուպցիոն կոմիտեն մամլո հաղորդագրություններ տարածում, ձայնագրություն, այդ ձայնագրությունը դառնում էր օրվա իշխանության ռիլերի փոստերի նյութ, շրջանառում են եւ սկսում են քաղաքական տերորի եւ հիբրիդային միջամտությունների, այո, դա բացահայտ տեղեկատվական գրոհ է, ինչու ոչ նաեւ նույն իրենց ասած հիբրիդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, որովհետեւ ամենամանիպուլացված դրսևորումներով օգտվելով իրենց լծակներից ու լայն լսարանից, որը բնական կյանքում իրենք չէին ունենա, եթե այդ պաշտոնը չզբաղեցնեին, իսկ մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավականին լայն սահմանափակումներ է նախատեսում պաշտոնատար անձանց նկատմամբ, հա, նման իրենց դիրքով պայմանավորված իրենք շահարկում էին դա, հետևապես կրկին ընդգծում եմ, սա եւս մեր քաղաքական ուժի նկատմամբ բացահայտ արհեստական միջամտության դրվագ էր։ Տեսեք, 16 համարի մենք համոզմունք ունենք, որ ինչ-որ համակարգ է աշխատացվել, ես չգիտեմ գործ ունեն այդ սխեմատիկ առումով, էլի,
սարքերն են փչացվել, միջամտություն է տեղ ունեցել, բայց ինչ որ համակարգ աշխատացվել է։ Այդ հետքերով պետք է գնալ, արդյոք քաղաքացուն ընդհանրապես որտեղից 16 համարի քվեաթերթիկը ինչ որ մեկը դուրս էր բերել, ինքը հետը մցրեց, թե ուներ նախապես տրված, սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս եւ երրորդ համարն էլ ակնհայտ է, հա, արհեստական ձևով երկու հատ տալիս են, որովհետեւ մեր անվանական անձնապես մեզ նվիրված հայտնի օրենքը, որ Սամվել Կարապետյանի անունը արգելեցին օգտագործել որպես դաշինքի անուն, այդտեղ հենց այդտեղ են այդ տեխնիկական փոփոխությունը արել։ Այդտեղ կարգավորում կար, որ այլևս քվեաթերթիկի հետ, եթե եւս մեկ քվեաթերթիկ կա, դա անվավերության հիմք է։ Իսկ մեր քաղաքացիները էլի գյուղաբնակ շատերն են լինում, որ իրենց ցանկալի քվեաթերթիկը գտնում են ու մնացած տրցակը հետը տեղադրում են ծրարի մեջ։ Կնայ կաշառք, հա, ուզում եք ես կաշառքի հետ կապված մի հատ sense էքսկլյուզիվ բացահայտում անեմ, որը երբեք հանրային կերպով չեմ ասել, բայց էլի հետաքննության առարկա թող դառնա։ Ցավոք սրտի, այո, մեր մեխանիզմները, ես ինչի երբեք ինձ թույլ չեմ տալի, ասեմ հիմա օրինակ ինչու ի սկզբանե չսկսեցի, կաշառքներ էին բաժանում, որովհետև ես անձամբ չունեմ լուսանկար հանած տեսանյութ կամ տեսանյութ կամ լուսանկար, որտեղ այդ կաշառքի դրվագը կամրապնդվեի կամ որևէ քաղաքացի ով կգար եւ ցուցմունք կտար, որովհետեւ ի տարբերություն իրավապահների ու այդ քաղաքացիական պայմանագրի ով իշխող ուժը, մենք չունենք այդ լծակները գաղտնալսելու։ Իսկ մեր ողջ ազգը արդեն այդ գաղտնալսման տրամաբանությամբ է ապրում, անգամ դպրոցի ծնողները իրար երեխայի հարցով փակ կապով են զանգում, որովհետև ենթադրում են, որ գաղտնալսվում են։ Սա արդեն իրավական ու ժողովրդավար պետության տրամաբանությունից դուրս է ու շատ ցավում եմ դրա համար, բայց մենք որպեսի կարողանանք որևէ պետական լծակ չունենք, հասկանալի է, չէ՞, օրինակ պատկերացրեք պետական իրավապահ համակարգը ԿՊ-ի համար նույնական աշխատեր։ Դուք պատկերացնում եք, չէ՞, օրինակ կա համայնքի ղեկավար, ով անգամ ավականն է շրջանառում, միայն համայնքի ղեկավարի անունից ֆինանսական աջակցություններ է նախընտրական շրջանում տալիս քաղաքացիներին։ Դուք պատկերացնում եք այդ մարդու գաղտնալսումները, որ լսեք ինչեր կբացահայտվեր։ Շատ հետաքրքիր բան էր։ Հիմա օրինակ Գյումրին անդրադառնամ։ Գյումրու հետ կապված Գյումրու ավագանի ընտրություններին կրկին բազմաթիվ ահազանգեր էի ստանում, որ կաշառքը բաժանվել, բայց կաշառքը բաժանվել էր տոտալիզատորների կայքեջերին փոխանցում կատարելու անհատական մարդկանց։ Մենք դիմել ենք հասարակական կազմակերպություն գործընկեր ունեմ, ով դիմել էր թե ոստիկանություն, թե դատախազություն, բոլոր իրավապահ մարմիններին Գյումրու ընտրությունների միջակայքում այդ 1.5 ամսում տոտալիզատորների շարժը ցույց տալու խնդրանքով։ Ու կռահեք այդպես էլ որևէ տեղեկատվություն չտրամադրվեց։ Ուստի էլի ես այդ մասին չեմ բարձրաձայնել, բայց կրկին հետաքննության առարկա է, կարող եք ուսումնասիրություն իրականացնել։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Այն ամենայնիվ, եթե մտնեք խորհրդարան Տիկին Մելոյան, ձեզ կհաջողվի Կասեցներ Փաշինյանի հակահայկական քայլերը, օրինակ սահմանադրության փոփոխությունը, հռչակագրից հրաժարումը, Արշավի եկեղեցու դեմ, կաթողիկոսի հեռացնելը, նոր տարածքներ հանձնելը, նախկին ընդդիմությանը շատ բան չհաջողվեց։ Անկախ նրանից կմտնենք խորհրդարան, թե չէ, թե այդ ամենի դեմ պայքարը միշտ իմ անձնական օրակարգն է եղել, թե իմ առաջնորդի օրակարգն է, այնպես որ մենք ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու, ես չունեմ հայրենիք, որից պատրաստում եմ հրաժարվել ու այս տարիներս չեմ զոհել իզուր ու որևէ բան չկա, հա, որ պետք է այդ իմ տրամադրությունը փոխի իմ հայրենիքի ու իմ արժեքների համար պայքարում, այնպես որ նույն մոտեցումը իմ առաջնորդը ունի, դրա համար ես քաղաքական ուժ մտա, ես երբևիցե կուսակցական չեմ եղել, մենք մեր արժեքների համար անկախ որտեղ կգտնվենք, մեր պայքարը շարունակելու ենք։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ժողովուրդ։ Հաճելի է շատ շնորհակալ։ Բարև ձեզ, հաճելի է շատ բարեկամ։